Ինչքան թալանչի կա, ինչքան գողավազակ կա, այն ում դեմ որ դուրս էին եկել ժողովուրդը, 100,000-ներով փողոցում ցույցեր էին անում, ճանապարհներ էին փակում, բաներ էին անում, այդ թալանչիները հիմա բոլորը դրսում են, բոլորի բիզնես գործերը շատ լավ են, ընտիր լավ են, եւ բոլորը նաեւ եթե ուշադիր լինեք իշխանությունների հետ տարբեր միջոցառումներին մասնակցում են, տարբեր միջոցառումներին իշխանությունների կողքն են, քաղաքապետի, վարչապետի, տարբեր մինիստրների, որոնց ժամանակ հայտնի ա եղել, որ այդ մարդը թալանչի է, կամ ինչ որ թալանչի որդի է, այդ թալանացի այսօրվա տնօրենն է, հասկանում եք, ասինքն ընդամեն մարդը չկա, այդ որդու հետ են իրանք, դա նորմալ է, բան տենց։ Այս խեմ եմ ասում, ժողովուրդ, այսօր դեկտեմբերի 10-ն է, մարդու իրավունքների օրն է, միջազգային մարդու իրավունքների օրն է, մարդու իրավունքների հռչակագիրն է այսօր ընդունվել եւ աշխարհում այսօր տոնում են մարդու իրավունքների օրը եւ խոսում են մարդու իրավունքներից։ Եվ ինչու եմ այս ամեն ինչը ասում, որովհետեւ մեր բանտերում հիմա նստած են մարդիկ, ովքեր նստած են ոչ մի բան, ոչ մի քրեորեն արգելված արարք անելու համար, ոչ մի քրեորեն արգելված արարք չեն արել, հասկանում եք։ Ոչ մի բան չանելու, ուղղակի զուտ խոսելու, ինչ որ տարբեր էլի։ Այնտեղ Միքայել Սրբազանը, 3 այլ սրբազաններ, Սամվել Կարապետյանը, ու էլի քաղաքական տարբեր նկատառումներով բանտարկված մարդիկ կան։ Բանտերում արդեն 23 մարդ է մահացել այս տարվա ընթացքում, այսինքն վիճակը բանտերում վատ է։ Արդարադատության համակարգը նեխած, փթած ժողովրդը դատարաններից դժգոհ, եւ էլի գալով են 7 տարի առաջվա ցույցերի այդ հեղափոխության մտքին, ժողովուրդ ջան, 7 տարի անցել է, ոչ մի թալանչու վերաբերյալ, ոչ մի այն հայտնի գողավազակի վերաբերյալ դատավճիռ չկա։ Բայց մարդու իրավունքների օրը արձանագրում են 25 թվականին, որ բանտերում նստած են անմեղ մարդիկ։ Միքայել Սրբազանի գլխավորությամբ անմեղ մարդիկ։ Այսինքն այդ ում դեմ որ է հեղափոխությունն եղել է, էլի, այդ հեղափոխությունը այդ այսպես կոչված է, թավշյա, ոչ բռնի, հա։ Այդ մարդիկ վայելում են կյանքը, տարբեր միջոցառումների են մասնակցում, հովանավորում են իշխանությունների տարբեր միջոցառումներ, ինչ որ մարդիկ ինչ որ հարստանում են, ասենք, այդ ցույցերի առաջնորդած մարդկանցից, հա, բայց այլ ուրիշ անմեղ մարդիկ բանտերում նստած են։ Դա աբսուրդ է, ժողովուրդ։ Այս աբսուրդն եմ ուզում արձանագրեմ մարդու իրավունքների միջազգային օրը։ Իսկ իրավապաշտպաններ Հայաստանում հատուկ են մնացել։ Բան չկա, ասենք։ Ձուն չկա։ Իրավապաշտպանները զբաղված են Պուտինի դեմ պայքարով, ասենք, դա իրավիճակը։ Շնորհավոր մարդու իրավունքների օրը։ Լավ մնացեք, տարածեք։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։